Բարև բոլորին, այսօր ես կխոսեմ շատ կարևոր թեմայից, թե ինչպես է պետք շարժիչի յուղերը իրարից տարբերել, ինչպես ընտրել ձեր շարժիչին համապատասխան յուղ, որն է ամենատարածված սխալը, որ փչացնում է ձեր շարժիչը, երբ է պետք փոխել յուղը եւ ինչ միֆերի կարող եք հանդիպել յուղերի հետ կապված։ Ասեմ, որ ես յուղերի ուսումնասիրությամբ խորացել եմ վաղուց, զուտ ինձ հետաքրքիր էր եւ ուզում էի մեքենաների շարժիչները ինձ երկար եւ որակով ծառայեն։ Այս թեման շատ բարդ ու խորն է իրականում, բայց ես կփորձեմ հնարավորինս պարզ բացատրեմ եւ շատ չծանրաբեռնեմ ձեզ անիմաստ քիմիայով։ Անկախ ամեն ինչից մենք պետք է հիշենք, որ յուղերը բաժանվում են երկու հիմնական մեծ խմբի՝ հաստ թաղանթապատող եւ բարակ թաղանթապատող, եւ ամեն մեկը ունի իր տարբերակները, որոնք իրարից էլի շատ տարբերվում են եւ մենք ունենում ենք սենց 4 խմբի յուղեր, այս հենց դոպուսկ ասածն է, որը յուղ գնելիս ձեզ ասում են պետքա յուղը համապատասխանի ձեր մեքենայի դոպուսկին, այ հենց սրանք այդ դոպուսկներն են, հիմնական 4 դոպուսկ կա, A3, C3, A5 եւ իլսակ, ամեն մեկը ունի ստեղ իր տարբերակները, A3-ների վրա կտենակ գրած A3, B3, A3, A4, ընդեղ էլի տարբեր մարկիրովկեք կան եւ այլն, A5-ների մեջ էլ A5, B5-ա կոչվում, ընդեղ էլի կարա տարբեր բաներ գրած լինի, իլսակները լինում են GF4, GF5, GF6, GF6A, այս ոնց որ իրանց generation-ներն է, C3-ն էլ ավելի շատ դիզելների մոտ է հանդիպում, բայց նենց չէ որ մենակ դիզելների համար է ինքը արտադրված։ Հիմա ինչա պետք ֆիքսել այս ամենից հետո։ Ուրեմն հաստ թաղանթապատողների մոտ A3-ը դա բարձր մոխրայինության յուղերն են, C3-ը ցածր մոխրայինության։ Հեսա կասեմ այդ մոխրայինությունը որն է։ Եվ բարակ թաղանթապատողների մոտ նույն ձև կա բարձր մոխրայինության յուղեր եւ ցածր մոխրայինության յուղեր։ Այս մոխրայինությունը ռուսերեն կարող է ձեզ ծանոթ լինի, կոչվում է զոլնեստ։ Ռուսները ասում են պալնազոլնի, մալազոլնի, անգլերեն չեմ հիշում ոնց էր էսի կոչվում։ Այս յուղային դոպուսկները հիմնականում բաժանված է շարժիչաշինության մոտեցումներից։ Ուրեմն հաստ թաղանթապատող յուղերը նախատեսված են հիմնականում եվրոպական շարժիչների համար, բարակ թաղանթապատողները նախատեսված են ամերիկյան եւ ճապոնական շարժիչների համար։ Եթե չգիտեք, ասեմ, որ ճապոնական շարժիչները հիմք են ստացել ամերիկյան շարժիչներից, դրա համար իրանց շարժիչաշինության հիմքերը նույնն են եւ յուղերն էլ, երկուսն էլ օգտագործում են բարակ թաղանթապատողներ։ Ու նաեւ սովետական մեքենաների շարժիչների հիմքում էլ է անգած հենց ամերիկյան ու ճապոնական ստանդարտները, որտեղ կրկին վերցրած է էլի ամերիկյանից։ Ամենաշատը ձեզ հանդիպելու են գերմանականների մեջ A3 դոպուսկով յուղերը, եթե յուղի վրա տեսնում եք գրած է Mercedes, Audi, Volkswagen, Porsche, BMW, Opel, Renault եւ Chevrolet-ների շարժիչների մեծ մասը իրանք եվրոպական արտադրության են, բայց կարան հենց պատահի, որ օրինակ Nissan-ի մեջ դրած լինի Renault-ի շարժիչ, Renault-ի մեջ Nissan-ի շարժիչ, օրինակ ամերիկյան ջիպերի մեջ հիմնականում դրած է լինում Mercedes-ի շարժիչներ, դրա համար այս որպես օրինակ է բերած, բայց դուք պետքա ձեր յուղը ընտրեք կոնկրետ ձեր շարժիչին համապատասխան, որովհետև անկախ բրենդերից իր մեջի շարժիչը կարա լինի արտադրված տարբեր ընկերության կողմից։ Եվ հիմնական ճապոնական բրենդերի դոպուսկը դա իլսակն է, որտեղ մտնում է Toyota, Nissan, Mazda, Mitsubishi, Honda, Suzuki, Kia, Hyundai, Ford, ճիշտ է Ford-ը ամերիկյան է, բայց իլսակ յուղերի մեջ կտենակ նաև Ford-ի դոպուսկը։ Եվ առաջնային ըստ ձեր մեքենայի այս կատեգորիաներից յուղ ընտրելուց հետո նոր պետք է նայեք այս մեր սիրած թվերին, 530, 540, 020, 030, սրանք երկրորդական հարցեր են ու հեսա տեսանյութի ընթացքում կհասկանաք թե ինչու։ Եթե ուշադիր նայեք, դուք կտեսնեք այս բոլոր 4 դոպուսկների մեջ կա 530 յուղը ու տարբերություն էլ կա, օրինակ եվրոպական շարժիչների համար A3 դոպուսկով յուղերի մեջ դուք 020 չեք գտնի ու իլսակների մեջ, այսինքն ճապոնական մեքենաների համար նախատեսած յուղերի մեջ էլ դուք չեք գտնի, ասենք 540 կամ 1040։ Հիմնականում ամենաբարձր մածուցիկության յուղերը դրանք
5-30-ն են իլսակների մոտ։ Իսկ A3-ներում 10-50, նույնիսկ ավելի բարձր էլ կան։ Հաջորդը ոնց է պետք հասկանալ այս թվերը իրանցից ինչ են ներկայացնում, բայց այս թվերին պետք է անդրադառնանք, երբ որ հստակ դուք արդեն որոշած լինեք, թե ձեր մոտ հաստ թաղանթապատող է, բարակ թաղանթապատող է, հա, եւ այս բարձր մոխրայնությունն ու ցածր մոխրայնությունը, ինչի համար են իրանք ընդհանրապես ստեղ հայտնվել, որը նույնպես շատ ավելի կարևոր է, քան դուք ասենք լցնեք, չգիտեմ, 5.30 կամ 5.40։ Մոխրայնությունը դա յուղի մեջի, եթե շատ չխորանամ տերմիններով, հավելումների քանակն է, հա, այնտեղ մտնում են պրիսատկաներ, տարբեր ինչ-որ քիմիական հավելումներ, A3 դասի մոտ այդ հավելումները, չակերտավոր ասած, շատ են, C3-ի մոտ քիչ են, ու նույնպես բարակ թաղանթապատողների մոտ, A5-ի մոտ բարձր են այդ չակերտավոր հավելումները, իլսակի մոտ ցածր։ Ինչի համար է պետք ճիշտ ընտրել բարձր, ցածր մոխրայնությունը, որովհետև գոյություն ունի եվրո ստանդարտներ, որոնք շարժիչի աշխատանքային ձևի վրա շատ ուղղակիորեն ազդում են։ Օրինակ, եթե ձեր մեքենան համեմատաբար հին է, հա, որոնք աշխատում են եվրո 4, եվրո 5 ստանդարտով, իրանք կենտրոնացած չեն մաքսիմում լավ այրելու ձեր բենզինը եւ ունեն բարձր մոխրայնություն, որպեսզի տարբեր շերտեր ապահովեն եւ աշխատանքային ջերմություններ ապահովեն ձեր շարժիչում, բայց եթե ձեր շարժիչը համեմատաբար նոր է, այսինքն եվրո 5-ից բարձր է, ստանդարտը էկոլոգիական, հա, եվրո 5+ կամ եվրո 6, հատկապես դիզելների մոտ կա DPF ֆիլտրներ, որոնք ավելի լավ են այրում բենզինը, նո, այս դեպքում դիզելը, եւ եթե շարժիչների մեջ լցնեք բարձր մոխրայնության յուղ, ապա այդ այրումի հետևանքով կկեղտոտվի ձեր եվրո 6 ստանդարտի համապատասխան կատալիզատորը, կնագարակալեն կլապանները, ֆարսունկաները եւ այլն եւ այլն։ Դրա համար բարձր էկոլոգիական ստանդարտներով շարժիչների մեջ լցվում է ցածր մոխրայնության յուղեր։ Նույնն էլ բարակ թաղանթապատող յուղերի մոտ, հա, կախված թե որ էկոնորմայով արտադրված ձեր շարժիչը, հա, նույն ձեր Honda-ն, եթե ինքը 2020 թվից վերև է, չեմ հիշում եվրո 6-ը երբ է մտել, ամեն դեպքում ցանկացած մեքենա, եթե Google-ով search անեք, այնտեղ լրիվ իր պարամետրերի մեջ բերում է ինքը ինչ ստանդարտին է համապատասխանում։ Մի խոսքով, հին Honda-ների մեջ դուք կարայք լցնեք բարձր մոխրայնության յուղեր, բայց նոր մոդելների մոտ պետք է լցնեք ցածրը։ Էլի նույն պատճառով, որպեսզի չլցնի ձեր կատալիզատորները, շարքից չհանի սախ այրման համակարգը, այդ թվում նաև շարժիչը, որտեղ այնտեղ էլ սախ մազութ է հավաքվում, որտեղ էս բարձր մոխրայնությունը ինքը լրիվ կեղտոտելու է ձեր նոր Mazda-ն կամ Honda-ն։ Ուստի կարա ձեր մոտ հարց առաջանա, բա ինչի միանգամից չլցնել ցածր մոխրայնության յուղեր, թող մաքուր աշխատի։ Բանը նրանն է, որ բարձր մոխրայնության յուղերի մեջ ահագին հավելումներ կան լցրած, այդ պրիսատկա ասածները, որոնք նպաստում են նրան, որ դուք այս յուղերը ավելի երկար կարողանաք շահագործել։ Իրանք ուշ են որակազրկվում, իսկ օրինակ իլսակը կամ C3-ը շուտ են որակազրկվում։ Դրա համար դիզելները իրանք շուշուտ են փոխում իրանց յուղը, այսինքն C3 դոպուսկով յուղերը պետքա երկար չքշեք, նույն ձև պետքա երկար չքշեք իլսակները։ Ու այդ երկար կարճ քշելու հետ կապված մի քիչ հետո կխոսամ։ Հիմա անդրադառնամ, թե ինչ են իրանից ներկայացնում, օրինակ այս 5.30 գրածը։ Իհարկե, էսի այն ինֆորմացիան է, որը հիմնականում վարորդները գիտեն, ու հետաքրքիրն է, որ հենց սրանցով են առաջնորդվում հիմնականում, ինչը պետքա լինի հակառակը, սկզբից պետքա գլուխ հանեք այս դոպուսկների մեջ, նոր հետո ընտրեք յուղի մածուցիկությունը։ Ինչևէ, ստեղ շատ բարդ բան չկա։ Առաջի թիվը դա ցույց է տալիս ձեր յուղի մածուցիկությունը սառը ժամանակ, միջև շարժիչի գործարկելը։ Երկրորդ թիվը արդեն ցույց է տալիս յուղի մածուցիկությունը աշխատանքային ռեժիմում 100-105 աստիճան ժամանակ, կարծեմ ֆիքսված է 100 աստիճան Ցելսիուսի ժամանակ։ Եվ կախված շարժիչաշինության մոտեցումների եվրոպականները իրանք ավելի տաք շարժիչներ են, քան ճապոնականները։ Դրա համար եվրոպականների համար նախատեսած A3 դոպուսկով յուղերի մեջ դուք կտեսնեք այսենց բարձր թվեր 40, 50, իսկ ճապոնականների մոտ 30-ից բարձր չեք տենա։ Բայց ամեն դեպքում ստեղ էլ շատերն են
սխալ ընտրություն անում, որտեղ իրանք այս առաջի թիվը, որը ցույց է տալիս յուղի մածուցիկությունը սառը ժամանակ, սխալ են ընտրում, հաշվի չառնելով մեր ռեգիոնի, Հայաստանի շոկ պայմանները։ Եվ օրինակ ճապոնական մեքենաների մեջ, Մազդաների, Հոնդաների մեջ լցնում են 0.20, ասելով դե ինչ մեքենայի վրա գրած է, էդ էլ լցնում ենք, բայց հաշվի չեն առնում, որ այդ մեքենան արտադրվել է ամերիկյան շուկայի համար կամ եվրոպական շուկայի համար կամ ճապոնական շուկայի համար, իրանք չեն մտածել, որ դուք այդ մեքենան Ամերիկայից կամ չգիտեմ որտեղից առնելու եք բերեք մեր շոկ ռեգիոնը, ու նայում են տենում են կափարիչի վրա գրած է 0.20, ասում դե ինչ գրած է, էդ էլ լցնում ենք։ Ասեմ ձեզ, որ այս 0 թիվը կապ չունի, որ կլասի յուղ եք դուք լցնում, պետք է լցնել այն ժամանակ, երբ որ դուրսը -15-ից ավելի ցածր է, ինչը Հայաստանում որոշ ռեգիոններում է, տենց կարող է մի քանի շաբաթ լինում, հիմնականում մեր մոտ -15-ից ավելի տաք է, -10, -7, -13 է ձմեռները, դրանից ավելի ցուրտ չի լինում։ Այդ նշանակում է, որ 0-ն Հայաստանի պայմաններում անիմաստ է, որտեղ 0-ն ապահովում է յուղի մածուցիկությունը -15-ից ավելի սառը ժամանակ, այսինքն -20, -25 որ լինում է, 0-ով յուղերը չեն պնդանում, իրանք մնում են ջրիկ։ Օրինակ -20-ի ժամանակ այս 10-ը դառնում է լրիվ մեղր, ինչը շատ վտանգավոր է, երբ որ նոր մեքենան գործարկում եք այդ ցրտին, շարժիչի դետալները չեն յուղվում, որովհետև այդ մեղրը չի կարող անցնի այդ մանր-մունր արանքներով եւ ձեր շարժիչը տաշվում է։ Օրինակ շատ շոկ պայմաններում, չգիտեմ, Աֆրիկայում կամ ինչ-որ տենց անապատներում հնարավոր է նաեւ 10-50 լցնեք, չնայած որ 10-40, 10-50 սրանք արդեն սպորտային մեքենաների համար են, ու սպորտային ես նկատի ունեմ, երբ որ իրանց սպորտային ձևով եք վարում, ոչ թե վերցնում եք սպորտային մեքենան ու քշում եք քաղաքով հանգիստ, այդ դեպքում ձեզ 5:30, 5:40-ն էլ կհերիքի։ Ինչևէ, ուստեղ հանդիպում ենք մենք այն միֆին, որ Հոնդաների ու Մազդաների մեջ վախենում են, ասում են պետքա լցնել 0.20, որովհետև 5:30-ը էդի պինդ յուղ է, յուղի նասոսը չի հասցնի այդ ճնշումով յուղի ձեր շարժիչը ու ամեն ինչ կփչանա, բայց իրենք հաշվի չեն առնում, որ բարակ թաղանթապատողների մեջի 5:30-ը կոնկրետ տարբերվում է հաստ թաղանթապատողների մեջի 5:30-ից։ Հələ դրանից բացի, այդտեղ բարձր մոխրայինությունը լրիվ ուրիշ է այրեքների մոտ, իլսակների մոտ շատ ցածր է այդ մոխրայինությունը։ Կոպիտ ասած, եթե դուք ձեր Mazda-ի մեջ վերցնեք ու լցնեք այրեք դասի 5:30, այդ վաղ ձեր ասած խնդիրը կառաջանա, որտեվ այերեքները դրանք հաստ թաղանթապատող յուղեր են, որոնք նախատեսած չեն ճապոնական մեքենաների համար, եւ հակառակը, եթե ինչ-որ մի հատ, ասենք, լավ 5:30, ասում են, էսի լավ ֆիրմա է, լավ 5:30, իլսակ դոպուսկով վերցնեք ու լցնեք BMW-ի կամ Audi-ի մեջ, այդ յուղերը կլինեն շատ ջրիկ եւ իրանց բարակ յուղային շերտը շատ հանգիստ մաքրվելու է այս ջերմաստիճանների մեջ, ու բացի ջերմաստիճաններից ընդհանուր ճնշումն է ստեղ ուրիշ, այդ զազոր ասվածներն է ուրիշ ու ձեր շարժիչը ուղղակի տաշվելու է։ Կոպիտ ասած, իլսակի 5:30-ը տաշելու է գերմանական մեքենաներին, այրեքի 5:30-ը վատ է յուղելու ճապոնական մեքենաները, ճնշում չի լինելու, մեքենան թափից ընկած է լինելու, մի խոսքով, ինչ ասես կարա լինի։ Հենց որ պետք չի վախենալ ճապոնական մեքենաների մեջ լցնել 5:30, եթե իրանք իլսակ դոպուսկի մեջ են, որոնք բարակ թաղանթապատողներ են եւ ոչ մի կանալներ չեն լցնի, այդ որ վախենում են տենց 5:30-ը լցնեն Հոնդաների, Մազդաների, Նիսսանների կամ Սուզուկիների մեջ, արխային եղեք ու ասեմ ձեզ ավելին, այս 5:20-ը Հայաստանի պայմաններում հեչ լավը չի, որտեղ մեր մոտ խցանումները շատ է, շարժիչները նորմալ չեն հովանում, կանգնած տեղում աշխատում են, շոկ է շատ մեզ մոտ, ծովի մակարդակից մենք բարձր ենք, դրա հաշվին այրվող խառնուրդը ավելի շատ բենզին է մեջը, քան օդ, ինչի հաշվին շատ տաքանում են։ Եթե ձեր մեքենաների մեջ ցույց է տալիս յուղի ջերմաստիճանը, կարաք նայեք ու տեսնեք, որ շատ հաճախ 100-ից բարձր է լինում ջերմաստիճանը յուղի, 110, 115, ու նայած ոնց է քշում, ինչ է քշում, այդ ընթացքից կախված ինքը կարա լինի 90, 90-ից մինչև 110, 120 ու այս
0.20-ը հետ 110-ի յուղ չի։ Ու նույն հենց ճապոնական մեքենաների, ասենք Honda-ի, Mazda-ի գրքի մեջ նշված է, որ կարաք լցնեք 0.20, 0.30, 5.20, 5.30, օրինակ ինչի համար է տենց գրած Mazda-ի գրքի մեջ, որտեվ անկախ նրանից, որ իրան արտադրել են Ամերիկայի համար ու հենց շարժիչի յուղի կափարիչի վրա գրել են 5.20, բայց այդ շարժիչը նաև կարա աշխատի երկրի տարբեր հատվածներում ու կախված ռեգիոնից, ձեր մոտ շոկ է թե ցուրտ է, այնտեղ գրքի մեջ գրած է, որ դուք կարաք լցնեք 5.30։ Նույնիսկ լսել եմ այդ միֆը, որ ասում են դե ամերիկյան շուկայի համար սարքած Honda-ի շարժիչը ուրիշ ձև է նաստրոյկա արած, չգիտեմ, Անգլիայի համար ուրիշ ձև է, տենց բան չկա։ Այսօր շարժիչաշինության մեջ ու առհասարակ այդ կանվերնի գիծը, որ դե հավաքվում է տվյալ շարժիչը, դա մի ձևի է։ Ոչ մի ֆիրմա չի բռնում ամերիկյան շուկայի համար Porsche-ների ուրիշ կալցոներ դնում կամ տարբեր բլոկեր են սարքում, ամեն բլոկերի մեջի ծակերը ուրիշ են, հա, ամերիկյանի համար բարակ են, եվրոպականի համար հաստ են, Սիբիրի համար ավելի հաստ են չկա, բոլոր շարժիչները, եթե նույն թվականի նույն շարժիչն է, իրանք բոլոր երկրներում նույն ձև են հավաքած, նույն Porsche-ներով, նույն կալցոներով, նույն զազորներով, միակ տարբերությունը, թե որ ռեգիոնում եք դուք իրան շահագործում եւ ավտոարտադրողը գրել է, կարաք լցնեք 0.20, եթե ձեր մոտ շատ ցուրտ ռեգիոն է, կամ լցնեք 5.30, եթե շոկ պայմաններում եք մեքենան շահագործում։ Ավելի շատ դուք պետք է նայեք բարակ թաղանթապատող յուղա թե հաստ թաղանթապատող յուղա, այդ է կոնկրետ ազդում մեքենայի շարժիչի աշխատանքի վրա եւ իր մոխրայնությունը կախված ձեր եվրո ստանդարտից, ձեր կատալիզատորներից, այրման սիստեմայից պետք է ընտրեք համապատասխան մոխրայնության յուղ։ Մի թեթև խորանամ ես 5.30 ասվածի մեջ, որ ավելի պարզ հասկանաք, թե ինչ է նշանակում յուղի մածուցիկությունը ցածր ջերմաստիճանի ժամանակ եւ բարձր ջերմաստիճանի ժամանակ, գոյություն ունի sense պարամետր, որը կոչվում է կինեմատիկ մածուցիկություն։ Ու ստանդարտով միշտ իրանց չափում են 100 աստիճան ջերմաստիճանի ժամանակ։ Ու լաբորատոր անալիզներում մենք կարանք տենանք, որ հաստ թաղանթապատող յուղերը, այսինքն A3 եւ C3 դասի յուղերի 5.30-ը ունի մոտավոր 12.5 սանտիստոքս մածուցիկություն, այս սանտիստոքսը չափել են, թե յուղը 100 աստիճանի ժամանակ ինչ արագությամբ է ծորում, այս իր ծորալու արագությունն է ինչ որ տարածության վրա։ Եվ ստեղ կան բարակ թաղանթապատող յուղերը, A5-ը եւ Ilsak-ը, ու Ilsak-ը ավելի բարակ թաղանթապատող է ու ավելի ջրիկ, քան A5-ը, բայց իրանք իրար շատ մոտ են։ Ու ստեղ տեսնում ենք նույն Ilsak-ի 5.30-ը 100 աստիճանի ժամանակ իր մածուցիկությունը մոտավոր 9.6 սանտիստոքս է։ Այսինքն այս թիվը ինչքան ցածր, այդքան ջրիկ, ինչքան բարձր, այդքան պինդ։ Ու ասեմ, որ այս թվերը շատ կոնկրետ տատանվում են։ Եթե դուք վախենում եք 5.30-ը լցնեք Mazda-ի մեջ ասելով, որ պինդ յուղ է, ասեմ ձեզ, որ միջև 100 աստիճան տաքանալը նույն Ilsak-ի 0.20 յուղի մածուցիկությունը ինքը 13-ից բարձր է։ Այդ 100 աստիճան տաքանալու ժամանակ է, որ թիվը 10-ից ներքև է իջնում։ Ու միջև այդ ջերմաստիճանին հասնելը շարժիչը շատ երկար արդեն աշխատած է լինում։ Եթե տես պնդության վրա ֆիքսված լինեիք, то մոտակա 20 րոպեում կստացվեր, որ ձեր 0.20-ի տեղը լցրած է 5.40, որտեղ այս երկրորդ թիվը հասնում է իր մածուցիկությանը 100 աստիճանի ժամանակ եւ բարձր։ Ձեզ օրինակ sense մի հատ գրաֆիկ էլ ցույց տամ, որտեղ իրար հետ համեմատած է 0.20-ը եւ 5.30-ը, հեսա դեղին գիծը 0.20-ն է, օրանժը 5.30-ն է։ Ստեղ յուղի ջերմաստիճանն է մեր մոտ, աշխատանքային պայմաններում իրանք 100-ից 115 հանգիստ հասնում են, որոշ դեպքերում 120 եւ ավել, ու գրաֆիկի վերև գնացող հատվածը դա ձեր մաշվածության կոեֆիցիենտն է, ու ձեր չէ, ձեր շարժիչի։ Ուստեղ տեսնում ենք, որ 100 ջերմաստիճանի ժամանակ երկու յուղն էլ գտնվում են նորմայի մեջ, այսինքն մեկը դա մաշվածության նորման է։ Նենց չի որ չի մաշվում, մաշվում է, բայց այս նախատեսած նորման է։ Ջերմաստիճանը երբ որ բարձրանում է, 0.20-ի դեպքում ձեր մաշվածության ինդեքսը ավելի բարձր է, քան 5.30-ի ժամանակ։ Իսկ եթե ավել է տաքանում 115 եւ 20, այդտեղ 0.20-ը կոնկրետ սկսում է տաշել ձեր շարժիչը, իսկ 5.30-ը մի քիչ ավելի քիչ։ Ну մի քիչ չէ, էսի բավականին տարբերություն է։ Դրա համար օրինակ եռման շարժիչների մեջ լցնում են 5.40, որ իրանց 110-115 ջերմաստիճանի դեպքում
շարժիչը շուտ չմաշվի։ Ուստեղ տեսեք A3 դասի 540 յուղի մածուցիկությունը 100 աստիճանի ժամանակն ու կախված ֆիրմայից ու պրիսատկաներից 13-ից 16.3 սանտիստոքս է, այսինքն ավելի պինդ է, ու այդ պնդությունը լավ է, նշանակում է բարձր ջերմաստիճանի ժամանակ, երբ որ հասնում է 110-115 այս թիվը կարա իջնի 11-12, ոչ ավելի ներքև։ Իսկ եթե յուղը շատ է ջրի կանում, ինքը արդեն չի կարող մնա ցիլինդրի պատերի վրա ու ձեր շարժիչը տաշվում է։ Դա համար շատ կարևոր է, որ բարձր ջերմաստիճանի ժամանակ ձեր յուղը իր թաղանթապատող հատկությունը չկորցնի։ Իստեղ օրինակ նայեք, Իլսակի 0.20-ը 100 աստիճանի ժամանակ իր մածուցիկությունը 6.9-ից 8.1 սանտիստոքս է, այսինքն ավելի ջրիկ է։ Հիմա դուք պատկերացրեք, ասենք թե 100 չի ձեր մոտ, 110-115 է ու այս ավելի ջուր է դառնալու, ինչը չի մնալու ցիլինդրերի պատերի վրա ու ձեր շարժիչը ուղղակի տաշվելու է։ Ճիշտ է, ինքը շատ լավ աշխատում է սառը պայմաններում, երբ որ ասենք շատ ցուրտ ձմեռ է, դուք քաղաքով հանգիստ քշում եք, ձեր շարժիչի յուղը 100 աստիճանի էլ կարա չհասնի, կարա լինի 85-90 ու այդ ժամանակ արդեն ստեղ ձեր մոտ ավելի պինդ ձևով է լինելու յուղը, ոչ թե 6-8, այլ ասենք 9-10, ինչը շատ նորմալ է ճապոնական շարժիչների համար։ Իսկ հիմա հասանք նրան, թե երբ է պետք փոխել ձեր շարժիչի յուղը։ Հիմնականում ստեղ լսած են լինում, որ ասում են դե 15000 կիլոմետրը մեկ է պետք փոխել, բայց մենք տենց ասում ենք 10000, այ 10000-ից փոխես նորմալ է, լավ յուղ է, թանկ յուղ է, հանգիստ 10000 քշի։ Հիմա ասեմ որտեղից է եկել ընդհանրապես այդ թվերը, 15000 կիլոմետրը սերվիզային ինտերվալը, այդ ինչ է ու ոնց են եկել այդ ստանդարտին։ Ասեմ ձեզ, որ ցանկացած մեքենայի թղթաբանության մեջ եթե դուք խորանաք, դուք կտեսնեք, որ հա, տված է 15000 կիլոմետրը մեկ պետք է փոխել շարժիչի յուղը կամ 250 մոտոժամ։ Այս այն ժամն է, որ ձեր շարժիչը աշխատում է, այսինքն եթե դուք գարաժի մեջ գործարկեք ձեր շարժիչը ու տենց կանգնած թողեք 250 ժամ աշխատի, դրանից հետո այդ յուղը պետք է իր մեջից թափել։ Ասեմ ձեզ, այս 250 ժամը դա 10 օր է, 10 օր անդադար երբ որ աշխատի ձեր շարժիչը, վերջ այդ յուղը արդեն պետք է թափել։ Ու մեքենա արտադրող ընկերությունները սենց հաշվել են 250 մոտոժամ, որը համապատասխանում է 15000 կիլոմետրին, իսկ 15000 կիլոմետր վազքը իրանք միջին արագությունով հաշվել են 60 կիլոմետր ժամ։ Այս է այդ նորման, որով առաջնորդվում են սերվիզները։ Բայց այս տեստացա իդեալական պայմաններում այս 60 կիլոմետր ժամ արագությունը, որը միջինով պետքա ձեր մոտ լինի, որ 15000 կիլոմետր քշելուց հետո յուղը պետքա փոխեք, սենց բան գոյություն չունի։ Դուք կարաք ձեր մեքենայի բորդ կոմպյուտերի վրա նայեք, թե ձեր միջին արագությունը ինչքան է ցույց տալիս։ 60 թիվ դուք երբեք չեք տենա։ Նույնիսկ ես, որ հիմնականում քշում եմ մայրուղիներով, իմ միջին արագությունը ցույց է տալիս 25 կիլոմետր ժամ։ Իսկ այս շատ կարևոր թիվ է, որովհետև այս 15000 կիլոմետրը ստացվում է, որ ձեր միջին արագությունը պետք է բազմապատկեք ձեր շարժիչի աշխատած մոտոժամերի եւ ստանաք 15000 կիլոմետր։ Կոպիտ ասած 60 անգամ 250 հավասար է 15000 կիլոմետրի։ Բայց եթե ձեր մեքենայի բորդ կոմպյուտերի վրա տենաք, որ ձեր միջին արագությունը 20 է, ինչը ասեմ լավ ճոխ արագություն է Հայաստանի պրոբկաների դեպքում, բայց թեկուզ եթե դուք այնտեղ տեսնեք միջինը 20 կիլոմետր, պետք է այդ 20-ը բազմապատկեք 250-ի եւ շատ կզարմանաք, որովհետեւ ստացվում է 5000 կիլոմետր։ Ուղղակի պետք է հաշվի առնենք, որ այս 250 մոտոժամը սա մաքսիմումն է, այսինքն լավ պայմաններում։ Ինչ է նշանակում լավ պայմաններ։ Դա նշանակում է, որ այս ժամանականակը աշխատել է երկար ինտերվալներով, որովհետեւ կարճ ինտերվալներով շարժիչի յուղը տաքացնել, սառացնել, ավելի շուտ է որակազրկվում, քան մի անգամ շարժիչը գործարկեք ու մի 1000 կիլոմետր առանց կանգնելու քշեք։ 1000-ը շատ եմ ասում, բայց ասենք 300-400 կիլոմետր։ Իսկ եթե տաքացնում եք 5 կիլոմետր քշում եք, անջատում եք, սառացնում եք, յուղը ավելի շատ է որակազրկում։ Դրա համար շատերը ոչ թե հաշվում են 250 մոտոժամ, այլ 200 մոտոժամ։ Կոպիտ ասած, մեր հայաստանյան պայմանների շահագործման համապատասխան, եթե ես վերցնեմ 230, տեսեք ինչ լավ է տեսեմ, 230 մոտոժամը որպես նորմալ ժամականակ, ինչը ասեմ ձեզ հեշտ նորմալ չի, դրա համար շատերը 200 մոտոժամն են համարում ճիշտ յուղ փոխելու ժամանակը, բայց ասենք թե 230 մոտոժամի դեպքում ես 70%-ը քշում եմ
մայրուղում, 30%-ը քաղաքում, իմ մեքենայի մոտ միջին արագությունը ցույց է տալի 25 կմ/ժ։ Ու երբ որ ես 230-ը բազմապատկում եմ 25-ով, ստացվում է 7550 կմ։ Այսքան կիլոմետր քշելուց հետո ես պետքա փոխեմ իմ շարժիչի յուղը։ Հիմա գնացեք ու ձեր կոմպյուտերը միացրեք, տեսեք ձեր միջին կիլոմետրը ինչքան է ցույց տալիս։ Չզարմանաք, որ ընդեղ լինի 15 կիլոմետր, 18 կիլոմետր ու բազմապատկեք մեր լավատեսորեն 230 մոտոժամով։ Դուք կտեսնեք, թե ինչքան քիչ կիլոմետր է, դուք կտեսնեք, թե ինչքան քիչ կիլոմետր է ձեզ մոտ ստացվելու։ Ու հիմա հարց առաջանում, բա տենց ոնց կլինի, մենք չգիտեմ 8000-ից յուղ ենք փոխում, մեր մոտ ամեն ինչ նորմալ է։ Դուք կարաք 8000-ից էլ փոխեք, 10000-ից էլ փոխեք, տարիներով ձեր մոտ խնդիր չի լինի։ Եթե ձեր մեքենան նոր է, ասենք ավտոսրահից գնել եք, կարաք 20000-ը մեկ փոխեք, այսինքն 5 անգամ փոխեք մինչև 100,000 վազքը, ու ձեր մոտ ոչ մի խնդիր չի լինի։ Այդ խնդիրը ունենալու է մեքենայի երկրորդ տերը։ Ճիշտ է, շատերի նետի մեկ է, իրանք կարան 20000-ը մեկ յուղը փոխեն, հետո ծախեն, արդեն դա իրանց խնդրը չի լինում։ Բայց երբ որ ես երկրորդական շուկայում իմ ընկերների համար, ասենք, մեքենա եմ նայում, որ շարժիչը բացում եմ, հենց այն յուղի լցնելու տեղից, եթե լույս գցեք մեջը նայեք, դուք գույնը կտենաք ընդեղի դետալների։ Իդեալականը պետքա լինի սպիտակ, այսինքն արծաթագույն։ Լավագույն դեպքում բաց ոսկեգույն, բայց ոչ թե մուգ դեղին կամ շագանակագույն։ Ու շատ անգամ կտենաք սենց հաստ վաքսի նման, սենց յուղոտ պինդ մասսայա վրան նստած։ Ու հենց այդ նրանից է, որ փոխում են, ասենք 10000-ը մեկ կամ 12000-ը մեկ։ Միած հենց հետաքրքիր փաստ էլ ձեզ ասեմ, կարաք ինտերնետով ստուգեք, Ճապոնիայում այնտեղ բոլոր ավտոսերվիզները իրանք յուղը փոխում են 5000 կիլոմետրը մեկ կամ 6 ամիս հետո։ Կապ չունի ինչ մեքենա եք քշում այնտեղ, դա բոլոր տեղերի նորման է, որովհետև Ճապոնիանի տարբերություն մնացած երկրներին ինքը կենտրոնացած է, որ ամեն ինչ պետքա արվի մարդու համար, այսինքն պետությունը օրենքները ծառայում են, որ մարդը իրան այնտեղ լավը զգա։ Մարդը առաջի տեղում է, բիզնեսը երկրորդ։ Դրա համար ես որ ժամանակին Ճապոնիայից էին բոլոր մեքենաները գնում, իրանք շատ են լինում 60-ից 100,000 ու շարժիչները ոնց որ նոր լինեին, որտեվ ամեն 5000-ը մեկ իրանք յուղը փոխում են։ Ու նույն լոգիկայով իրանք սարքում են իրանք ճապոնական մեքենաները, այնտեղ բոլոր ճապոնական մեքենաների մանուալներում գրված է, որ 5000 կիլոմետրը մեկ իրանք փոխում են յուղը։ Այդ ես չեմ հորինում, search արեք Google-ով, գտեք ճապոնական մանուալներ, նույնիսկ կարող ա տեսանյութեր գտնեք ավտոսերվիզների, որոնց դրան մուտքի վրա գրած է, որ յուղը պետքա փոխել 5000 կիլոմետրը մեկ։ Անկախ նրանից գերմանական մեքենա են քշում, ամերիկյան թե ճապոնական։ Ասում ես այսքան ժամանակ չեմ տեսել շարժիչ, որը բացեմ ու մեջը չտենամ կատաստրոֆա։ Միակ տարբերակը երկրորդական շուկայում շարժիչ գնել, որը մեջը ավիրած չլինի, դա այն շարժիչներն են, որոնք արդեն ավիրվել են ու իրանց կապիտալ վերանորոգել են։ Այսինքն կապիտալ վերանորոգումից հետո շանսեր կան, որ նորմալ ժամանակին յուղը փոխելուց այդ շարժիչը դեռ երկար կաշխատի։ Մեկ էլ ինչ կապված է, օրինակ թե որ դեպքերում է պետք լցնել 0.20 յուղը, ասեմ որ այս մածուցիկության յուղը օգտագործում է հիբրիդային շարժիչների մեջ, որտեղ հիբրիդի դեպքում իրանք ոչ միշտ են աշխատում այդ շարժիչները, տեղ կա հոսանք են օգտագործում, մի քիչ արագացնում եք մեքենան միանում է բենզին, այսինքն շարժիչը հիմնականում սառն է գտնվում եւ չի հասնում 100 աստիճանի, կարող է լինի այնտեղ 60, 70, այդ դեպքում իր մածուցիկությունը մնում է պինդ, ինչը նորմալ յուղում է շարժիչը։ Եթե հիբրիդի մեջ օրինակ լցնեք 5-30, ինքը շատ ավելի պինդ կլինի, քան պետքա, լավ չի յուղի ու յուղի պոմպն էլ չի կարա ճիշտ ճնշումով ապահովի ամբողջ արանքների յուղելու process-ը։ Դրա համար Հայաստանում 0.20 կամ 5.20 պետք է օգտագործել հիբրիդային շարժիչների մեջ, որոնք հիմնականում լինում են սառը եւ իրանց մածուցիկությունը սառը ժամանակ ցածր է, իրանք պինդ են մնում։ Մնացած դեպքերում 0-ն օգտագործելը անիմաստ է, նույնիսկ հիբրիդայինի մեջ 5.20-ը լրիվ հերիք է, որտեվ առաջի թիվը ոնց արդեն ասեցի, էդի մինչև շարժիչի գործարկելն է սառը ժամանակ, երբ որ մեքենան կանգնած է գիշերը կամ մի քանի օր դրսում, ու չի աշխատել այդ յուղը սառն է մնացել, այդ ժամանակվա իր մածուցիկությունն է, որը եթե -15-ից
ցածր չի, 0 լցնելու իմաստ չկա։ Կարակ լսեք, ոչ մի բան չի լինի, ուղղակի հիշեք 0.20, 0.30 յուղերը շատ թանկ են։ Նու շատ որն է, թանկ են համեմատաբար 5.20-ի կամ 5.30-ի։ Ոչ մի վտանգավոր բան չի լինի, երբ որ դուք լցնեք 0.20, 5.20-ի տեղ, ուղղակի անիմաստ փող եք տալու, որտեղ այս 0-ն դուք չեք օգտագործել, այս -20 եւ ավելի ցուրտ ժամանակի համար է։ Ինչի համար ավել փող տակ, եթե 5.20-ը ձեզ հերիքելու է։ Իսկ այս երկրորդ թիվը, ոնց արդեն ասեցի, դա տակ ժամանակվա մածուցիկությունն է, որը հիբրիդայինների դեպքում իմաստ ունի։ Իսկ ինչի համար են ավելի թանկ, այսենց իրարից շատ տարբերվող ջերմային աստիճաններում աշխատող յուղերը, որովհետև պետք է յուղի մածուցիկությունը ապահովել համ շատ սառը ժամանակ, համ շատ տաք ժամանակ։ Դրա համար լիքը պրիսատկաներ է մեջը լցում ու այդ պրիսատկաների հաշվին ձեր յուղը թանկանում է։ Օրինակ 0.30-ը շատ ավելի թանկ յուղ է, քան 5.20-ը, որովհետև յուղը որակազրկվում է նաև իրան տաքացնել, սառացնելուց, տաքացնել, սառացնելուց, այսինքն սառը ժամանակ իր մոլեկուլները ինչ որ մածուցիկության պետք է մնան, նաև այդ մոլեկուլները պետք է մնան, ասենք, չգիտեմ, -15-ից 100 աստիճան։ Դուք պատկերացնում եք, այդ ինչքան պրիսատկա պետք է լցրած լինի, այդ ինչ տեխնոլոգիաներ պետք է օգտագործած լինեն, որ համ -20-ի ժամանակ այդ մոլեկուլները լինեն նորմալ մածուցիկության, համ +110-ի ժամանակ։ Ու մեկը իրանք շատ շուտ քրքրվում են այդ մոլեկուլները, ամեն անգամ քանդվել հավաքվելուց, ասենք -10-ից մինչև +120։ Ու նաև դա, որ համարվում է ծանր պայման յուղի համար, որ իր սառելու, տաքանալու ցիկլները շատ են։ Շատ մեծ տարբերություն կա, երբ որ դուք մեքենան քշում եք անդադար 500 կիլոմետր ու նույն այդ 500 կիլոմետրը քշում եք 5 կիլոմետրերով։ Կոպիտ ասած, եթե 500 կիլոմետրը 5 կիլոմետրերով եք քշում, այնտեղ դուք 100 անգամ այդ յուղը սառից տաքացնում եք։ Այսինքն, եթե դուք այդ 500 կիլոմետրը օգտագործում եք 5 կիլոմետր տարածք գնալով, ստացվում է դուք 100 անգամ այդ յուղը սառացնում եք, տաքացնում եք, սառացնում եք, տաքացնում եք։ Իսկ եթե մի հատ 500 կիլոմետր քշեք, մի անգամ յուղը սառը վիճակից տաքանում է ու վերջ։ Ու տեսնում եք ինչքան տարբերություն կա, թե դուք այդ 500 կիլոմետրը ոնց եք քշել։ 100 անգամ եք յուղը սառացրել, տաքացրել, թե մի անգամ, ու 100 անգամ ու մի անգամ, ինձ թվում է դա շատ ակնհայտ տարբերություն է։ Ու դա էլ է պետք հաշվի առնել, թե ինչքան շուտ է վարի գնալու յուղը։ Ու հենց դա էլ է գումարվում այդ ծանր պայմաններ ասածին։ Ցիկլները տաքանալու, սառելու, միջավայրի ջերմաստիճանը, թե ինչքան շոգ է ձեր մոտ, ինչքան եք ծովի մակարդակից բարձր, ինչ որակի բենզին եք լցնում։ Դրա համար են հիմնականում այս 250 գործարանային մոտոժամը կրճատում 200-ի, որ այդ ծանր պայմանները արանքից հանեն։ Իսկ հիմա ասեմ եւս մի հատ կարևոր բան, որը շատ լսած կլինեք, որ ասում են, դե ես յուղը լցրեցի, սաղ աղտոտ այդ շարժիչս, չգիտեմ, ոնց որ վաքսած լինի, կամ փչացավ, կամ խփեց։ Ու ասում են, չէ, այս ֆիրմայի 530-ն է լավ, այն ֆիրմայի 530-ն է լավ, պետք չի իլսակ լցնել, պետք է A5 լցնել կամ C3 լցնել, A3 լցնել։ Ուրեմն ասեմ ձեզ, երբ որ դուք խախտում եք ձեր յուղի ռեսուրսը, այսինքն անցնում եք ձեր մոտոժամերը, կոպիտ ասած պետք է փոխեք յուղը 5000-ից փոխում եք 8000, ինչա տեղի ունենում 5000-ից հետո, երբ որ ձեր յուղի հատկությունը կորում է, կախված թե այս յուղերից որ մեկն է, սրանք ամեն մեկը մի ձևի են փչացնելու ձեր շարժիչը։ Ու էական չի ոնց կփչացնեն։ Մեկը չի յուղի եւ կտաշի ձեր շարժիչը, մյուսի մեջի մոխրայնությունը կսկսի որպես նագար հավաքվել ձեր կլապանների ու կալցոների վրա։ Այդ արդեն էական չի, որտեվ սա խնդիրը նրանում է, որ դուք յուղը շահագործել եք ավելին, քան իր ռեսուրսներ։ Դրա համար ամեն մի յուղ տարբեր ձև փչացնում շարժիչները, բայց դա յուղից չի, արդեն ոնց մի քանի անգամ ասեցի, դա ձեր յուղի ռեսուրսը անցնելուց է։ Օրինակ, բարձր մոխրայնություն ունեցող յուղերի մոտոր ռեսուրսը, երբ որ դուք անցնեք, իրանք որակազրկվեն։ Սաղ էս մոխրայնությունը լցվելու է ձեր կատալիզատորների մեջ, Porsche-ի կալցոների արանքը փակելու է կանալները յուղման, կլապաններն է յուղոտելու, նույնն էլ անելու է A5 դասի յուղերը։ Իսկ օրինակ իլսակը ինքը մոխրայնություն չունի, ինքը չի նագարակալելու ձեր շարժիչը, բայց ինքը դառնալու է ջուր եւ ձեր շարժիչը տաշվելու է։ Այնինչ պետք է քշել ճիշտ մոտոր ռեսուրսով, ու այս յուղերից ոչ մեկը չի փչացնելու ձեր շարժիչը։ Ու պետք է ընտրել համապատասխան դոպուսկով յուղ առաջի հերթին, երկրորդը պետք է նայել ձեր շահագործման պայմաններից ելնելով, թե ինչ մածուցիկության յուղ է պետք լցնել, եւ հետո հետևել ձեր մոտոժամերին եւ միջին արագությանը, որ հասկանաք երբ է պետք փոխել ձեր շարժիչի յուղը։ Այսքան բան։
ու կապ չունի թե ինչ յուղ եք լցնում, որ ֆիրմայի յուղ եք լցնում, կարևորը հենց այս պարամետրերն են։ Այս 4 դոպուսկը, մածուցիկությունը եւ ձեր քշած մոտո ժամերը։ Յուղի բրենդի կարևորությունը մենակ նրանում է, որ դուք վերցնեք օրիգինալ յուղ, որ ինքը չլինի փոխարինող, որտեղ փոխարինողների ու կեղծ յուղերի մոտ այս պարամետրերը լրիվ խախտված են լինում։ Դրա համար ես ոչ մի բրենդի անուն չեմ տալիս, վերցրեք յուղերը նենց տեղերից, որոնք օֆիցիալ ներկրողներն են ու քիչ թե շատ վստահելի են։ Այսօր այսքանը, հուսով եմ այս ինֆորմացիան ձեզ պիտանի էր։ Եթե ինչ-որ հարցեր առաջանում, գրեք կոմենտների մեջ, ես կպատասխանեմ դրանց։ Կիսվեք այս տեսանյութով ձեր ընկերների հետ եւ նաեւ կոմենտներում գրեք, թե ինչքան նոր բան սովորեցիք։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։ Ձեզ անփորձանք երթևեկություն, առայժմ։